Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ընդդիմադիր շրջանակներում առավել հակված են այն տարբերակին, որ ընտրված ուժերը ի վերջո կվերցնեն իրենց հասանելիք մանդատները եւ կներգրավվեն խորհրդարանական աշխատանքներին։ Թերթի տեղեկություններով նույնիսկ քննարկումների ոչ պաշտոնական մակարդակում շրջանառվում են ապագա խորհրդարանական պաշտոնների վերաբերյալ տարբեր սցենարներ։ Մասնավորապես, որպես ազգային ժողովի փոխխոսնակի հավանական թեկնածու է հիշատակում Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Էդգար Ղազարյանի անունը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է հունիսի 7-ի ընտրություններին քաղաքացիական պայմանագրի սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստից ուրախացողներ եղել են նաև իշխանական թևում։ Ոմանք ուրախացել են, որ այս արդյունքները հնարավորություն չեն տա Փաշինյանին Ռուսաստանի դեմ կտրուկ քայլերի գնալ։ Ոմանք զուտ անձնական նկատառումներով, օրինակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քաղաքացիական պայմանագրում վստահ են եղել, որ ընտրություններից հետո Ավինյանը պաշտոնանկ է արվելու։ Սահմանադրական մեծամասնություն ունենալու դեպքում մի շարք համայնքներում, այդ թվում Երևանում, նոր ընտրություններ կազմակերպեին, սակայն այս արդյունքներից շոկի մեջ են հայտնվել եւ ակնհայտ է, որ պլանները փոխվելու են։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է հուլիսի սկզբին սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ, որոնց կիզակետում լինելու են ոչ միայն ընդդիմադիր լիդերները, այլ նրանց հետ փոխկապակցված անձինք։ ՔՊԱ-ականները մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ ամառային հանգիստը թեժ է լինելու քրեաօլիգարխիայի համար։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է բարձրագույն դատական խորհրդում ուշագրավ իրավիճակ է ձևավորվել։ Դատելով վերջին զարգացումներից խորհրդի գիտնական անդամների զգալի մասը ոչ միայն չի կիսում խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի մոտեցումները, այլև դատական համակարգում շրջանառվող տեղեկությունների համաձայն որոշ դեպքերում բացահայտ հակադրվում է նրան։ Դատական համակարգում վաղուց խոսակցություններ են շրջանառվում, որ բարձրագույն դատական խորհրդի գիտնական եւ դատավոր անդամների հարաբերությունները հեռու են ներդաշնակ լինելուց։ Ըստ այդ տեղեկությունների երկու խմբերի միջև առկա տարաձայնություններն ու լարվածությունը ժամանակ առ ժամանակ արտացոլվում են ոչ միայն ներքին քննարկումներում, այլև խորհրդի որոշումներում եւ հրապարակային գործունեության մեջ։ Թերթի տեղեկություններով օրեր առաջ խորհրդում բավականին թեժ մթնոլորտում է անցել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Քննարկման ընթացքում գիտնական անդամներ Երանուհի Թումանյանցի եւ Կարեն Թումանյանի միջև լարված բանավեճ է ծավալվել խորհրդի դատավոր անդամ Արման Հովհաննիսյանի հետ։ Իրավիճակն այնքան է սրվել, որ քննարկմանը ստիպված է եղել միջամտել խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, փորձելով հանդարտեցնել մթնոլորտը եւ կանխել հետագա սրացումը։ Սակայն թերթի տեղեկություններով նախագահի միջամտությունն ամբողջությամբ չի լուծել ստեղծված իրավիճակը եւ քննարկումը շարունակվել է բավականին լարված պայմաններում։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ոչ միանձեռքեց խորհրդարան մտնելու հնարավորությունից կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով գողանալով ԲՀԿ-ի ձայները, այլև մտադիր է Ծառուկյանին սնանկացնել։ Մեկ շաբաթից ավելի է ՊԵԿ-ը համատարած ստուգումներ իրականացնում Ծառուկյանի եւ նրա ընտանիքի հետ կապվող բոլոր օբյեկտներում։ Մյուս կողմից հավանաբար փորձում են Ծառուկյանին քաղաքականապես չեզոքացնել, թույլ չտալ, որ հետընտրական ակտիվություն դրսևորի։ Նաեւ կապիտալի վերաբաշխում են իրականացնում երկրով մեկ։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շուտով կփոխարինի հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս որոշումը արդեն իսկ ունի քաղաքացիական պայմանագրի վարչությունը։ Իսկ Վահագն Խաչատուրյանը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական։ Գրում է թերթը։